Եվ ես մտածել եմ մի միջավայրում, որտեղ արվեստը եւ մշակույթը միաձուլվում էր։ Ես այսպես ապրում եմ, ես այսպես զգում եմ, ես չեմ կարողանում ուրիշ ձև լինել։ Ես վերցնում եմ այսպես ասած հին դարաշրջանից այն էլեմենտները, որ ինձ ավելի հոգեհարազատ է։ Ուղղակի գիտեք ինչի՞ց է բխում մարդու ստեղծագործական ինքնությունը, երբ որ ինքը լիքը աշխարհ է ունենում ներսում։ Մենք երկար տարիներ այսպես գլուխներից կախել ենք, որ հայ ենք։ Մի ժամանակաշրջան էր, որ մեզ ուզում էին սարքեին մի անգրագետ ազգ, որ մենք շատ հեշտ ենթարկվենք։ Ես սիրում եմ այս ժամանակաշրջանի երիտասարդներին, իսկապես իրանք շատ հիանալի են։ Մարդկային հարաբերությունները շատ ավելի վեր եմ դասում, շատ բաներից։ Արվեստի ինքնաճանաչման ամենահետաքրքիր եւ ամենաբարդ ճանապարհներից մեկն է, իսկ արվեստագետը շատ հետաքրքիր զրուցակից։ Այսօր Էսթեզիանում շատ հետաքրքիր արվեստագետ, դիզայներ, նկարիչ Լուսիկ Ագուլեցու տուն թանգարանի հիմնադիր եւ դուստր Աստղիկ Սամվելյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Աստղիկ ջան, իհարկե չենք կարող սկսել չխոսել ձեր ոճից, որովհետև մինչև արդեն խոսելը ձեր ոճը խոսում է ձեր մասին։ Կարող եք խոսել այն Աստղիկի մասին, ով ստացել է եւ եկել է այս ոճին։ Այ, անկեղծ ասած, ես սովետի ժամանակներում եմ բնականաբար ապրել, սովորել, ուսանել, եւ այն ժամանակ ավելի հակուկապը ավելի խիստ էր, ավելի ստատիկ, ավելի անգույն, ճակերտավոր, բայց մայրս միշտ հագնում էր իր ստեղծագործած հագուստները, իդեպ իրեն, որ ասում էին տարազովկին, ինքը հագնում էր իր ստեղծագործած հագուստը, դա տարազ չէր, ուղղակի տարազի էլեմենտներով էր ինքը, այսպես ասած, ստեղծում իր հագուստը։ Եվ գուցե եւ հենց այդ գենետիկան է, որ անցավ, եւ այդ ուժեղ էր։ Մեր ընտանիքը շատ գենետիկորեն եւ ստեղծագործական մղումներով շատ ուժեղ էր, ու դա ինքնաբերաբար է եղել։ Ես այսպես հատուկ չեմ մտածել, որ հագնեմ մի հագուստ, որ տարբերվեմ ոճով։ Ինչեւ հիմա էլ։ Ես նույնիսկ հակառակը ասեմ ավելին, ես մեկ երազում եմ, որ առավոտյան արթնանամ, այսպես հագնեմ իմ ջինսե տաբատը, մի հատ այսպես շապիկ հագնեմ ու դուրս գամ, բայց ես հենց այդպես հագնում եմ, ասում եմ, բայց սա ես չեմ։ Դա մի, գիտեք ինչ, ապրելաձև է դառնում քեզ համար։ Դա երբեք հատուկ չի արվում, երբեք հատուկ չեմ մտածում, նույնիսկ ես երբ դերձակի հետ որ աշխատում եմ, ինչ-որ մի բան փոխում եմ, ստեղծագործում եմ, ոճավորում եմ կամ ինչ-որ նորն եմ կարում, այսպես փոխում եմ, ամեն ինչ անում եմ, որ ինքը լինի ավելի հասարակ, միևնույն է, արդեն ինքը սովորել եմ, ասում եմ, մեկը վերջում կանգնելուց ասես բեմական հագուստ դարձավ։ Այսինքն իրական մարդու տեսակը, ինքնությունը, դա իմ ծնողներն են դաստիարակել, իդեպ ասեմ, չեն դաստիարակել, այնպես են ապրել, որ դա ես ինքնաբերաբար վերցրել եմ։ Իմ ինքնությունը, ինքը ինչպես ներկայացնեմ ավելի ճիշտ լինի, մայրս երբ իրեն չէին ընդունում այդ ժամանակ որպես հայկին, որպես տարած այսպես հայկական ոճով հագնվող, եւ մենք միշտ փոքր ենք ու նեղվում ենք դրանից, ասում էր երբեք մի նեղվի առանձնանալուց, բայց ինքը չէր ասում առանձնացի մարդկանցից, դա շատ կարևոր նուրբ պահ էր։ Իհարկե ես դա տարիների ընթացքում եմ հասկացել, բնականաբար ես 6 տարեկանում ոճից էի հասկանում, բայց մայրս հենց որ հիշում եմ փոքր ժամանակ, ինքը այսպես յուրաքանչյուր իմ հագուստը ձևափոխում էր, որ ինձ այդպես հագցնի, որ անպայման ես ունեն, այսպես երբեք ես հագուստ չեմ գնել խանութից, այսպես հագել ուրախացել, միշտ մաման կամ ձևափոխում էր կամ իրեն իր հարմար ձևով, իր գեղեցիկ ձևով էր ուզում իմ հագուստները լիներ, երևի դա էլ հենց բերեց իդեպ իմ աղջիկն էլ, իմ աղջիկն էլ շատ տարբերվող, ինքն էլ այս դարաշրջանի երևի կարելի ասել նորաձևությանն է պատկանում, ավելի շատ սխալ ասեցի նորաձևությանն է պատկանում, ինքն էլ այս դարաշրջանում տարբերվող կերպար, բայց ունի ինքնատիպ տարբերություն, այսինքն մենք, գիտեք ոնց ենք, երբեք չենք հագնվում հասարակության համար, ես կասեմ ավելին, երբ որ ես մարդկանց մեկ-մեկ ասում եմ, գիտեք, ես ունեմ կոմպլեքսներ,
Ես այդպես էլ չեմ, որ ես շատ ազատ եմ, որ ես այսպես հագնում եմ, ուղղակի ես այսպես ապրում եմ, ես այսպես զգում եմ, ես չեմ կարողանում ուրիշ ձև լինել։ Բայց եկեք ընդունենք այն փաստը, որ որտեղ էլ որ դուք հայտնվում եք, տարբերվում եք ձեր կերպարով, բայց մարդը ով չի ճանաչում ձեզ եւ չգիտի ինչով եք զբաղվում դուք, նայելով ձեր կերպարին օրինակ, ինչ եք արթում ըստ ձեզ։ Ձեր մասին իրենք չեն հասկանում։ Ուղղակի չեն էլ փորձում կարդալ։ Իմ կարծիքով, որտեղ ես հասարակության մեջ ես զգում եմ հայացքներ, որ այս առաջի պահին ուզում են չեն հասկանում ես ով եմ, որովհետև իմ տարիքը ամեն դեպքում հուշում է, որ այդքան երիտասարդ չեմ, որ ինչ-որ վատ սխալ բան արած լինեմ, ինչ-որ մի բան որ սիրուն է, բայց ես գեղեցիկ ամեն դեպքում հաջողություններ ստանում եմ հենց հայ կանանց կողմից, իդեպ ես տրանսպորտ սիրում եմ երթևեկել հասարակական տրանսպորտով սիրում եմ։ Ես մեքենա վարել այս պահին չեմ ուզում, վարել եմ, բայց սիրում եմ ես քայլել փողոցով, վայելել իմ ժողովրդին, իսկապես ես սիրում եմ իմ քաղաքը, որովհետև ինձ համար հետաքրքիր են մարդիկ, դեմքերը, որովհետև ես ինքս նկարչու եմ եւ ուզում եմ ամեն ինչ վերցնել իմ միջավայրից։ Այ իսկ երբ ուզում եք թաքնվել, ձեր այս վառ կերպարով ուզում եք, չէ, շատ աչքերից հեռու լինել, ինչ եք անում։ Ինչպես է դա ձեր մտածել այդ մասին, անկեղծ ասած։ Ես միշտ մտածում եմ, որ ես Եվրոպայում կարող եմ թաքնվել, այնտեղ չեմ նկատվել, բայց այնպես ստացվեց, որ մենք միշտ մտածում ենք, որ Եվրոպայում շատ ավելի առաջ է եւ ավելի նորաձևություն է եւ չգիտեմ, այդպես մենք ավելի հետ ենք, մենք հայերս, չգիտեմ ինչ, դասիրակված չենք, ասեմ որ այդպես չէ, ես լինելով Եվրոպայում, իդեպ Կանի փառատոնին մասնակցելով 2 տարի, հավատացնում եմ, ես հպարտությամբ եմ ասում, որ ես հայ եմ, որտեղ իրենք մեծ ուշադրություն են դարձնում իմ զարդերին, իմ հագու կապին։ Այ ես ձեր խոսքից հասկացա, որ մարդիկ ձեր մեջ նկատում են կամ միգուցե դուք եք նկատում ըմբոստություն։ Դուք ըմբոստ տեսակ եք։ Մի փոքր այո։ Որտեղից է գալիս ձեր ըմբոստությունը։ Կարծրատիպեր կոտրելու մտքից։ Ընտանիքում, հասարակությունում, գուցե ինքներդ ձեր ներսում։ Ընտանիքում չեմ ունեցել բնականաբար, ընտանիքում երբեք մեր ընտանիքը եղել է շատ ազատ, ընկերական միջավայր։ Ես մեծացել եմ, ասեմ, նույնիսկ ես այսպես միշտ համեմատական եմ տանելու, որ մայրիկին միշտ մտածում էին, որ ինքը այսպես sense ավանդական, խիստ կերպար է։ Այո։ Բայց ինքը նկարչուհի էր։ Ինքը պահպանողական էր, բայց պահպանում էր այն, ինչ ավելի կարևոր է։ Թե մարդու սովորությունների եւ թե մշակույթի եւ արվեստի մեջ։ Ամեն դեպքում հայրս քանդակագործ էր, մայրս նկարչուհի, եղբայրս քանդակագործ եւ մեր ընտանիքը արվեստագետների ազատ միջավայր էր։ Եվ ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ արվեստը եւ մշակույթը միաձուլվում էր։ Եվ գիտեք, ավանդույթները, սովորույթները եւ մշակույթը դրանք տարբեր ուղղություններ են։ Եվ սխալ է դա խառնել իրար, այսինքն եթե հայկինը 19-րդ դարում ունեցել է իր նորաձևության տեսակը, իր հագուկապը, դա մշակույթ եւ ավանդույթ էր իրար միացված, բայց ավանդության մեջ նաեւ մտնում էին սովորությունների լռությունը, հարսի հեզությունը, աղջկա ամոթխածությունը, դա դարաշրջան էր մի ամբողջ։ Բայց չէ՞ որ դարաշրջանները փոփոխվում են, հագուստներն էլ նույնպես, ու սխալ է մենք, այ մայրս դա շատ լավ գիտակցում էր եւ ինքը շատ ժամանակակից կին էր։ Ինքը ինչքան էլ ընդունում էր, վերցնում էր ինքը 19-րդ դարի հագուկապը, ավանդույթները, ծեսերը, ինքը այդ ամեն ինչ անում էր, բայց բերում էր ժամանակներ։ Հենց դա էլ երևի իմ մեջ դաստիարակեց այն, որ ես վերցրեցի ինքնությունը, ստացա իմ ինքնությունը, ինքնատիպ ոճը եւ այս ժամանակի մեջ բերեցի իմ վերցրած անցյալ դարաշրջանի փոքրիկ դետալները։ Այո։ Եթե մայրս վերցնում էր օրինակ հայկական դխազարդի ինչ որ մի մաս
կամ գոտին, կամ գոգնոցը, դրանք իմը չէին։ Ես օրինակ ինքս տարած չեմ հագնի, որովհետև ես միշտ մտածել եմ, որ դա մայրիկինն է, դա իր տեսակն է, իր ստեղծագործությունն է, նույնիսկ ինքը երեք պիջակ, այսպես պիջակ վերնազգեստ ավելի շատ, մի քիչ սխալ է իր ստեղծագործությունները պիջակ անվանել, ինքը երեք վերնազգեստ ունի, որի շատ հավանում եմ, բայց ինչքան հագնում եմ, ես ինչ չեմ զգում դրա մեջ։ Փորձում եմ իրեն միքսել ջինսե տաբատով կամ ինչ-որ sense ինչ-որ ժամանակակից դարձնել, բայց միևնույն է ես չեմ զգում իր մեջ ու որովհետև ես ավելի շատ կլասիցիզմի, եթե նկատեցիք իմ հագուստի մեջ, ես վերցնում եմ կլասիկայի, կլասիցիզմի ինչ-որ մենք նույնիսկ ունեցել ենք այդ դարաշրջանը։ Իհարկե։ Այսինքն տարազը ինքը 10-րդ դարում ձևավորվեց, բայց մինչ այդ այնպես որ մենք ունեցել ենք տարբեր ժամանակաշրջանի հագուստներ։ Ես սիրեցի, օրինակ մեր հայերը 20-րդ դարի սկզբից փոփոխվեց, չէ՞, մեր հագուստը ավելի եվրոպականացվեց։ Եվրոպական շունչ ստացանք, այո։ Հենց ես վերցնում եմ այսպես ասած հին դարաշրջանից այն էլեմենտները, որ ինձ ավելի հոգեհարազատ է։ Բայց միևնույն ժամանակ պահպանելով ձևվածքը, այս օրինակ հայկական թևի ձևվածքը, որը որ տարազի մեջ կար։ Կամ մի քանի բազմաշերտ հագուստներ էր մեր տարազի մեջ կար։ Բոլոր դեպքերում կարծում եմ մենք թվում է թե գեր ժամանակակից ժամանակաշրջան ենք ապրում 21-րդ դար, ազատ կարող ենք շրջագայել ամբողջ աշխարհում եւ այլն, բայց հասարակության մեջ պահպանողական ենք մենք շատ եւ ուզում եմ խոսել դաջվածքների մասին, հատկապես կանանց վրա, որը կարծում եմ բուրըն թեմաների եւ քննարկման միշտ թեմա է դառնում։ Կարծում եմ դուք էլ մեր հասարակության մեջ հենց այդ տարբերվող են կանանցից եք, ազատ եւ ըմբոստ կանանցից եք, որոնք ունեն տատուներ, դաջվածքներ իրենց մարմնի վրա։ Ասում են, չէ, դաջվածքները պատմություններ են պատմում, միգուցե գաղտնիքներ են պատմում։ Այդ ձեր դաջվածքների մասին խոսենք։ Նրանք պատմություններ են պատմում ձեր մասին, միգուցե գաղտնիքներ են պարունակում։ Իմ մասին չէ, բայց պատմում են մեր հին դարաշրջանի հայերի մասին։ Շատ հետաքրքիր։ Իրանք կարելի ասել, իրանք պատմություն են։ Իդեպ ես դաջվածքներ շատ մանկուց էի սիրում եւ անընդհատ չի համարձակություն չի ունենում անելու, որովհետեւ իմ համար դաջվածքը դա մարմնի արվեստ է։ Մարմնի արվեստ էր եւ դա պետքա լիներ շատ մտածված, եւ լիներ իմը։ Որ շատ մարդիկ ասում են, ես ձանձրացա, ես չեմ ձանձրանում իմ դաջվածքներից, որովհետեւ իմ դաջվածքներով ես շատ մարդկանց լուսաբանեցի մի պատմություն, որը ընդհանրապես չէր խոսվում։ Իդեպ այս դաջվածքը իմ ձեռքի ես վերցրել եմ ժայռապատկերների գրքից, որտեղ նկարագրվում է քարե դարի հայ մարդու առաջի գիտելիքը, երբ որ ինքը հասկացել է, որ ինքը ապրում է կենտրոնում եւ 3 շերտից է բաղկացած, որ կենտրոնում մարդն է, վերևում տիեզերքը, կենտրոնում մարդը եւ մարդու ներքևում դեռ չուսումնասիրված մի երևույթ։ Որտեղ ինքը քարե դարում էր։ Ինքը ինչ տեսնում էր, դա պատկերում էր ժայռերի վրա։ Մարմնի մի մասում ներկա արված է իմ աստղերը, օրինակ հետաքրքիր է նայել, երբ որ մեզ տալիս են աստղ մենք պատկերենք, մենք վերցնում ենք 6 թև աստղ ենք պատկերում։ Բայց քարե դարի մարդիկ հենց փայլն են աստղի պատկերել։ Հա, հասկացա։ Այս հատվածը շատ հետաքրքիր է։ Ու այնքան սիրուն է այս նկարչությունը, դա անտեսել ու չճանաչել։ Առաջին դաջվածքը երբ եք արել։ Առաջին դաջվածքը 35 տարեկանում։ Մեծ տարիքում։ Հա, հասուն տարիքում եք արդեն արել։ Հա, ես երկար եմ մտածել, ինչի մասին էր պատմում առաջինը։ Առաջի դաջվածքը քարե դարի ժայռապատկերն էր որսորդը։ Երկրորդ դաջվածքը դա հայկական առաջի տիեզերական համաստեղության մասին գիտություններ, երբ պատկերել են ներքևում երկրագույն, դա իդեպ մեր պատմության, այո։ Դա մեծ գիտություն էր, այսինքն դա պատմում էր մի ազգի մասին, որ շատ հնուց է բխում։ Այսինքն մենք հայերս ունենք շատ հին պատմություն։ Այո։ Ես հպարտանում էի իմ դաջվածքներով, որովհետև այդ ամբողջը պատմություն էր։
Իդեպ ասեմ, ինչպես զարդեր էին գրած, այնպես դաջվածքները մարդկանց գրավում են եւ ուզում են անպայման իրենք չգիտես ինչի զարմանալու են, իրենք պատմություն են տեսնում դրա մեջ։ Օրինակ շատերի դաջվածքները նայելուց մենք չենք ասում, «Էս ինչա նշանակում»։ Հետաքրքրություն չի առաջացնում։ Հա, որտեղ ինքը շատ պարզ է։ Իմ դաջվածքները կոնկրետ ով տեսնում ասում է, «Էս ինչ որ բան է արել, ինչ որ բան է նշանակում»։ Կամ գուցե ինձ են բայց չեմ կարծում, որտեղ ես հիշեցի դեպքեր, որ ինչ չեն ճանաչել, բայց հարցը տվել է։ Իսկ դուք լսել եք այն մասին, որ դաջվածքները սկսում են աշխատել մարդու մարմնի վրա։ Լսել եմ, բայց դա ես ճիշտն ասած այդպես բաներին այդքան չեմ հավատում։ Իսկ գուցե սա հենց դրա մասին է խոսում, որ պատահական չեն մարդիկ ձեզ հարցնում հենց ձեր դաջվածքների մասին, որովհետև դուք միտք եք դնում նրանց մեջ, չէ՞, ուզում եք պատմել հին մարդու, հայ մարդու։ Այո, կարծում եմ այո։ Իսկ դաջվածք, որը որ կպատմի հայկական մշակույթի մասին, միգուցե արդեն ունեք կամ միգուցե նորը պիտի անեք, որն է լինելու այդ դաջվածքը։ Դե ինքը արդեն մշակույթ է, ուղղակի սա ավելի հին մշակույթ է։ Քարե դարի մշակույթ է։ Չէ, ես դեռ ուզում եմ պահպանեմ, որովհետև ես այդ մինիմալիզմը սիրող մարդ եմ, ես սիրում եմ մինիմալիզմը։ Իդեպ մեր զարդերի մեջ էլ եմ ես սիրում այդ մինիմալիզմը։ Այդ ձեռագիրը մինիմալիստական նույնը կա մեր ժայռապատկերների մեջ, նույնը կա մեր միջնադարյան հագուկապի մեջ, կա կլասիցիզմի ժամանակաշրջանում, կա 19-րդ դարում եւ ցավոք ինքը այսօր մոռացվել է եւ չի ուսումնասիրված։ Դա մենք պիտի շատ լավ ճանաչենք։ Այդ հենց այն ձեռագրի մասին է, որը ունի հայ մարդը։ Իմ հիմնական նպատակը հենց ճանաչել այդ ձեռագիրը եւ պահպանել, փոխանցել հաջորդ դարաշրջան։ Երբ որ դու ձեռագիրդ արդեն փոփոխում ես, դու կորցնում ես քո կերպարը, դիմագիծդ կորցնում ես։ Գիտեք, ինձ թվում է կա նաև շատ ավելի խորգից, միգուցե գենետիկ կոդի մասին է, հա, գուցե գենետիկ կոդն եք ուզում այդպես փոխանցել։ Ես ավելի երևի մակերեսորեն եմ դա տեսնում։ Գենետիկ կոդը ավելի խորքային է։ Գուցե դա դրված է իմ մեջ, ես չգիտեմ, կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր լուման այս աշխարհ գալու։ Ինչպես պիտի փոխանցենք այդ դեպքում ձեր կարծիքով գենետիկ կոդը։ Մեր, հա, գենետիկ կոդը ինքնաբերաբար է գնում։ Դա չես կարող այդ, եթե ինքը գենետիկ է, արդեն ինքը մեր ներսում է։ Դա չես կարող այսպես հանել, փաթեթավորել եւ փոխանցել։ Այդ ինքը ինքնաբերաբար է գալիս, որովհետև այդ նենց հետաքրքիր հարցեր եք տալի, այդ իմ հուզող հարցերն է ինձ, որովհետև ես միշտ հիշում եմ, երբ որ մայրս արդեն մեծ հասակում էր ու դե բնականաբար ծանր էր, հիվանդ էր, անհանգստանում էր, իրանից հետո պիտի անի, ասում է ես չեմ անելու։ Սա քոնն է։ Սա քոնն է, դու ես ստեղծել, քո տարազն է, դու ինքդ կհագնես, դու ինքդ կպահես, դու այդ թանգարանը ստեղծել ես, սա քոնն է, պիտի ապրես ու պահես, որտեղ ես չէի պատկերացնում, դա ոնց պիտի լինի, որ ես մի օր դա պիտի անեմ, հատկապես տարազ կարելը, կամ տարազ ստեղծելը եւ այդ ամեն ինչը, կամ տարազ հագցնել, ֆոտոսեսիաներ անել, Այդ իմ համար շատ հեռու էր, չնայած արդեն սկսել է իրեն օգնել, որովհետև ինքը որ վատառողջ էր, օգնում էի, բայց ես ամեն կերպ իրեն ցույց էի տալի, որ սա իմը չի։ Եվ իրենից հետո այնքան հետաքրքիր է, մայրս միշտ դա ասում էր, ինքը շատ հավատում էր, այն ինչ հարցը որ դուք տվեցիք ինձ, ինքը շատ էր հավատում դրան։ Ես այդպես չեմ ապրում, ես ավելի մի քիչ ռեալ մարդ եմ, ռեալ եմ ապրում։ Երբ որ մարդը գնում է այս աշխարհից, այդ ձեր ասած գենետիկ կոդը ինքը թողնում է այստեղ։ Ինչպես։ Իր արած գործով։ Իր արած գործով, իր օրինակով։ Տեսեք, մենք ինքս նաև ծնող է։ Դու չես կարող այսօր երիտասարդի խոսքով փոփոխել, բայց դու կարող ես քո գործով փոփոխել։ Դու ինչքան էլ ասես, միևնույն է, ինքը չի ընկալելու եւ ավելի ինքը ընդդիմանալու քո ասածին։ Բայց երբ որ դու անում ես եւ ընկերակից ես դարձնում քո արարքին, ինքը ավելի շատ է գալիս քեզ մոտ։
Այդպես արել է իմ ծնողները, այդպես արեցին իմ ծնողները։ Իրենք ինչ չեն ասում, գիտես, ես պետքա գնամ, այս թանգարանը ստեղծել եմ, այս ամեն ինչը արել եմ, դու պիտի սենց անես, դու պիտի նենց անես, որտեղ ինքը ինչքան ասել պիտի, ես ասել, սա իմը չի։ Բայց գիտեք, այնքան օրգանիկ ու հետաքրքիր է մեր զրույցը շարունակվում, որ դուք պատասխանում եք այն հարցերին, որոնք ես դեռևս չեմ բարձրաձայնել, բայց կան իմ մտքի մեջ։ Շատ հետաքրքիր է։ Ես ինքնավերաբար գտնում։ Այո, այ վերադառնանք մանկություն։ Մանկություն, որ տարիքից եք հիշում Աստղիկին եւ ինչ է մնացել այդ Աստղիկից այսօր։ Շատ փոքր, ես 3 տարեկանից ինձ հիշում եմ, նույնիսկ ավելի փոքր։ Նույնիսկ ես հիշում եմ, որ մամայի կուրծքն է ուտում։ Այդ տարիքից ես հիշում եմ, որտեղ մի քիչ ավելի մեծ տարիքում, մինչև մեծ տարիք եմ ես։ Իսկ մայրիկին ինչպես եք հիշում։ Որովհետև մենք բոլորս ընկալում ենք որպես, չգիտեմ, արվեստագետ, այսօր ես մտածում էի, մինչև տնից դուրս գալը, ասում եմ, եթե կա ալտա մոդա, չէ, մենք շատ մոտ ենք, կարծում եմ, իտալական նորաձևությանը, իտալական մշակույթին, արվեստին, ոչ ֆրանսիական, եթե ասում եմ կա հայկական ալտա մոդա եւ դրա ստեղծողն ու պահպանողը, կարծում եմ, Լուսիկ Ագուլեցին է մեր իրականության մեջ 20-րդ դար, 21-րդ դարի սկիզբ, այսպես ասած։ Դուք երբ եք ընկալել կամ արդյոք տարանջատել մայր եւ արվեստագետ Լուսիկ Ագուլեցի։ Չէ, երբեք չեմ տարանջատել։ Որտեւ ինքը ախր ինքն է չէր անջատում։ Ինքն է չէր տարանջատում։ Ինքը միշտ ինձ պատմում էր, որ ես քեզ այսպես գրկած նկարում էի։ Ինքը ամեն ինչին մասնակից է դարձրել մեզ։ Չի ասել է, որ պիտի դու լինես։ Այնպես հետաքրքրություն է ստեղծել, որ այսպես ինքնաբերաբար ես եկել եմ այդտեղ, նույնը եղբայրս։ Մեզ չեն ասել դու պետք է այսպես անես, դու պետք է այսպես դառնաս, սա անես։ Մենք իրենք այնպես են ապրել, որ մենք ինքներս ենք ուզեցել իրենց կողքին լինել։ Ու ես ամեն օր, ամեն առավոտ, երբ որ արթնանում եմ, ասում եմ, ուզում եմ ես իմ ծնողների նման ծնող լինեմ։ Որն է այն ամենակարևոր հատկանիշը, որը ուզում եք փոխանցել ձեր զավակներին։ Ընկերակցությունը, համբերատարությունը, ընկերակցությունը, այդ ամենակարևորն է։ Բոլոր դեպքերում եկավ մի տարի, կարծում եմ, որ դուք գիտակցեցիք, որ դուք ժառանգորդն եք այն արժեքների, այն արվեստի եւ այն ճանապարհի, որը ստեղծել են ձեր ծնողները, ձեր մայրը։ Այ ինչպես տարանջատվեց այդ ճանապարհը, ինչպես կարողացաք եւ շարունակել Լուսիկ Ագուլեցու ստեղծած արվեստի ճանապարհը եւ պահպանել ձեզ որպես կերպար, որպես աստղիկ։ Այ ինչպես եք կարող։ Ամենահուզիչ հարցն է, միջավայց ինքան շատ այդ հարցը, չէ, շատ չի հնչում։ Հնչում է սովորաբար այն մարդկանց կողմից, որոնք հասկանում են դա ինչա նշանակում։ Շատ բարդ էր իմ համար, բնականաբար, որտեվ ես ամեն ինչ արել եմ իմ կյանքում, որ մամային չնմանվեմ։ Ամեն ինչ։ Ինչու՞։ Որովհետև դա իր ինքնությունն էր։ Այնպես չի, որ ինքը վատն էր, ինքը շատ լավն էր, բայց դա իրենն էր։ Արժեք էր, որին չէր կարելի մոտենալ, չէր կարելի դիպչել, չէր։ Գուցե ամեն ինչ կարող եմ ասել։ Դրա ամեն ինչ, այսինքն ինքը ամենալավագույնն էր եւ իրենն էր, ինքն էր, դա ինքն էր։ Բայց բնականաբար շատ ազդեցիկ։ Ազդեցիկ էր, գիտեք, մենք օրինակ դուք նորաձևությունից ամեն օր խոսում եք, նորաձևությունը ունի շատ ազդեցիկ մի բան։ Այն մաման այն նորաձև կերպարն էր, որ ինքը շատ ազդեցիկ էր։ Այո։ Եվ իրեն բոլորն էին ուզում նմանվեն, եւ իր նկարչության ոճին, եւ հագու կապին։ Իհարկե մի փոքր հետո, երբ որ հասկացան, որ ինքը շատ կարեւոր բան է անում այս կյանքում։ Հիմա էլ են ուզում նմանվեն, բնականաբար։ Այո։ Երևի միակ մարդը ես եմ եղել, որ ես ամեն ինչ արել եմ, որ չնմանվեմ մամային։ Որտեվ ես շատ բարձր եմ գնահատել իր արժեքը, շատ, եւ հայրիկիս, եւ մայրիկիս։ Հետո իմ մաման այնպես է ինձ դասիրակել, որ ես ինքս իմս պետք է ստեղծեմ տարիների ընթացքում։ Ես այդպես եմ մեծացել, ես չեմ կարող ասել դա ոնց է եղել, այնպես չի, որ մայրս նստել ասել, գիտես, ես այսպես եմ հագնվում, դու այսպես արա, չի եղել այդ զրույցները մեր մեջ։
Ուղղակի գիտեք ինչի՞ց է բխում մարդու ստեղծագործական ինքնությունը, երբ որ ինքը լիքը աշխարհ ունենում ներսում, երբ որ քո մեջ լիքն է լինում դա, ինքը ոնց է բաժակը լցվում է եւ թափվում է, երբ որ մեր թե պատմությունով, թե ինտերակցիոնով, թե ծնողների համբերատարությունով, այդ ամեն ինչ մտնում է այդ չգիտեմ, դա աննկարագրելի երևույթ է։ Երբ որ քո ներաշխարհը լիքն է, ինքը մի օր այսպես դուրս է գալի քեզանից։ Այն ծնողները այդքան լցրել են ինձ։ Ու այդ այնպես չի, որ ես օրինակ բոլորը տեսնում են, որ ես չեմ հագնվում կամ ապրում ինչ որ մի բան ապացուցելու համար։ Բայց կան իմ ներսում փոքրիկ կարծրատիպեր, այնպես չի չկան։ Փոքրիկ դեպ պատմեմ, օրինակ 80-ականներին, 85 թվականներին, երբ որ ես 15 տարեկան էի, 14-15, Գիպյուրի կալգոտկաներ կային, հիշում եք, ասենց այդ իմ ամենասիրած զուգալ գուլպաներն էին, Գիպյուրի զուգալ գուլպաները, եւ հագնում էին միայն այն աղջիկները, որոնք մի փոքր ազատ էին ավելի, ну, չեմ ուզում բառնասեմ, բայց ավելի անբարոյական աղջիկներն էին այդ ժամանակ հագնում, միանց էր տրված դա։ Այո։ Բայց ես շատ էի սիրում իրան, ասում եմ ինչի ես չեմ կարող հագնել։ Բայց հագնում էի, փորձում էի իրեն ինչ-որ այդտեղից էր գալիս այդ ոճափոխությունը, այնպես հագնեմ, որ այդպես չերևա, այնպես հագնեմ, որ ճիշտ ներկայացնեմ, ավելի գեղեցիկ ներկայացնեմ կամ ավելի sense այսպես абստրակցիոնիստ եմ իմ մասնագիտությամբ, բայց չէի կարողանում ազատ ստեղծագործել եւ դա իմ մեջ հավաքվել էր երկար տարիներ, իհարկե պատերազմ 90-ականներ, այդ ընդհանրապես վերացավ նմանատիպ բաները եւ անցան տարիներ այն ստադիոնի, որ ասում են քրչի բազար, այդ շուկայով գնում եմ ու տեսնում եմ այդ վաճառում են։ Ես պետք է իրան վերցնեմ, ինքը արդեն հին սովետական բան է դարձել։ Ես էլ եմ դեպ հաճախակի, ինչքան որ հնարավոր է փորձում եմ լինել այնտեղ, որովհետև շատ հետաքրքիր սովետական ժամանակաշրջանից շատ արժեքավոր իրեր կարելի է ձեռք բերել։ Ոչ միայն սովետական, ավելի հիներ կա, ուղղակի պետք է ճանաչես։ Հա, չէ, ինքը շատ սիրուն շուկա, շատ էսթետիկ, իդեպ գիտեք այս շուկայից ով է հարցրել մեզ մոտ Lady Gaga-ի 911 տեսալովակը գիտեք։ Այո։ Ռեյսորը, Տարսեմը, եկել էր թանգարան, ասում է, ինչ որ քրչի բազար ունեք դուք, բայց այդ քրչի բազարն է անգլերենով նենց է ասում, չենք հասկանում ինչ է ուզում։ Հա, այսինքն այնտեղից գնալ մեզ, հա։ Հա, այդ դրա համար եմ ասում, որ մենք պատկերացնում ենք, որ ամբողջ աշխարհը գնում է առաջ, մենք մնացել ենք հետ, մենք իրականում հետ չենք։ Մենք շատ առաջատար դիրքում ենք, մենք հայերս։ Ուղղակի մենք չենք գիտակցում դա։ Այ ինչու ենք մենք իհարկե շատ առաջ գնացի, ինչու ենք մեզ անընդհատ թվում է, որ մենք դրսից պիտի ինչ-որ բաներ սովորենք։ Այսօր ինչ ունի աշխարհը սովորելու Հայաստանից։ Միայն քաղաքակրթություն։ Հայաստանից։ Հա, Հայաստանից աշխարհը սովորում է եւ սովորում է, ոչ թե ունի սովորելու, այլ սովորում է եւ սիրում է Հայաստանը։ Ավելի շատ, քան մենք մեզ։ Ինչի համար։ Որովհետև Հայաստանը ունի շատ հարուստ մշակույթ, հարուստ անցյալ։ Ինչ էլ որ պահպանվել է, ճիշտ է, շատ են կոտորել, շատ են թալանել, շատ է փչացել, շատ են հալեցրել, բայց միևնույնն է, ինչ էլ որ մնացել է, դա պիտի շատ այսպես դողդողալով պահպանենք ու սովորենք դրանից։ Կարող է հարցը նրանում է, որ մենք ներկայացնելու մեզ ինքներս ներկայացնելու մեջ մի քիչ զուսպ ենք։ Չգիտեմ։ Չէ, ես չի ասի զուսպ ենք։ Մենք հայերս ծովից ծով, այդպես խոսում ենք։ Բայց իրականում չէ, իրականում մենք զուսպ չենք, ներկայացնում ենք։ Բայց ներկայացնում ենք այն ինչ որ չկա։ Բայց այն ինչ որ կարևոր է, դա չենք ներկայացնում։ Ինչու՞ն է խնդիրը։ Որովհետև չգիտեն, չեն ճանաչել։ Չենք տիրապետել։ Ճանաչելություն չկա։ Եթե ճանաչեն, ես միշտ օրինակ թանգարանում, երբ որ գալիս են երիտասարդներ, միշտ անցնում եմ իրենց այդ զրույցը, այսպես իրանք ասում են, ասենց հպարտանում են, ասում են երեխեք, ուր գնաք, հպարտացեք ձեր մշակույթով։ Երբեք գլուխներդ մենք երկար տարիներ այսպես գլուխներից կախել ենք, որ հայ ենք։
Երկար տարիներ։ Գիտեք ինչ, ես որ հիմա որ խոսում եմ, հետաքրքիր է, որ անդադ այսպես այս այմ անցյալից բերում եմ այստեղից տանում եմ իմ անցյալ, որովհետև դա ես այդ ճանապարհն անցել եմ։ Ինչու, որովհետև այն ժամանակներում ավելի քիչ էր խոսվում մեր պատմությունից, մեր մշակույթից, եւ ընդհանրապես մշակույթից չկա, չունենք, մենք ազգային պատկանելություն չունենք։ Մեզ այդպես էին, sense խեղդել էին։ Դե չասենք այդ քաղաքական եւ սովետական ժամանակները ինչու էր դա տենց ամեն մեկն ունի իր կարծիքը, իմ կարծիքը այնպեսին էր, որ դա մի ժամանակաշրջան էր, որ մեզ ուզում էին սարքեն մի անգրագետ ազգ, որ մենք շատ հեշտ ենթարկվենք բնականաբար։ Եվ ցավալին այն է, որ մենք էլ չհասկացանք ոնց, բայց որոշակիորեն վերցրեցինք դա։ Հիմա արդեն քանի երկար ժամանակ այդ ազատությունը տրվել է, մենք վերցրել ենք այդ անկախությունը։ Հիմա արդեն ժամանակն է, որ մենք գնանք արմատներ, վերցնենք այդ արմատները, բերենք այստեղ, վրայի հողը այսպես թափենք, արմատները լվանանք եւ նորից տնկենք, որ մենք կարողանանք լավ ճյուղեր տանք։ Դա է խնդիրը, որտեղ մեր արմատները դեռ չեն մաքրված, որտեղ մենք չգիտենք, այդ դու մաքրում ես այն ժամանակ, երբ որ դու ամբողջովին ուսուցանում ես դա։ Հիմա այսպես տպավորություն կլինի, որ ես ամբողջ օրը կարդում եմ, իրականում ես չեմ կարդում, որովհետև գրականություն կարդալը կամ ընդհանրապես թեմա կարդալը մի բան է, եւ այդ ամեն ինչը կյանքում ուսումնասիրել եւ կյանք բերել, դա լրիվ ուրիշ բան է, դրա շատ տարբեր են։ Կարծում եմ թանգարանում, Լուսիկա Գուլեցու թանգարանում, տուն թանգարանում հենց այդ ամենը կյանքի է բերված եւ այցելուներին ինչ եք ցանկանում, որ այցելուները առաջին հերթին տանեն իրենց հետ։ Հենց այն գիտելիքը, որի մասին ես ասում եի, հպարտությունը, որ իրենք հայ են, ունեն անցյալ, իրենք հարուստ անցյալ։ Ճիշտ եմ հասկանում։ Ինքնաճանաչում։ Դա է բերում այդ հպարտությանը։ Այսօր շատ է խոսվում, որ հայկականը նորաձև է, չէ, նման ասույթ ունենք։ Ինչ եք կարծում, ազգային արվեստը, ազգային մշակույթը կարող է լինել ժամանակակից նորաձև, բայց պահպանել եւ հավատարիմ մնալ իր արմատներին, թե ինչ որ բան խարխլվում է այս ճանապարհին։ Չէ, հնարավոր է։ Հնարավոր է, որտեղ ես ինքս դա անում եմ այսօր, ես բնականաբար ճանաչելով անցյալը, ես բերում եմ ներկան, փոփոխում եմ, բայց ինքը շատ նուրբ պահ է, շատ։ Մի փոքր սայթակում ես ու կորցնում ես դա։ Ու արդեն նմանվում ես Արևելքին, Եվրոպային։ Ասեմ, մենք այդպես հետաքրքիր է, անդադ sense վախենում ենք նմանվել, հագնվում ենք լրիվ եվրոպական ոճով, կրում ենք մենք արևելյան զարդեր, բայց եկեք չմոռանանք, որ մենք ինքներս նման ենք իրենք են մեզ, դա նորմալ է։ Նորմալ է, որովհետև 10-րդ դարում, եթե բոլորը ունեցել են մի նորաձևություն, 16-րդ դարում բոլոր երկրագունդը ընդհանուր, իհարկե որոշ ցեղատեսակներ, այսպես ասած, առանձնացրած, ամեն դեպքում մենք եվրոպական մասին ենք ավելի մոտ։ Հարում ենք դեպի Եվրոպա, իհարկե։ Այդ նորաձևությունը բնականաբար նման է, երբ որ մենք տեսնում ենք ֆրանսիական եւ անգլիական, այս այդ հարցը միշտ տալիս եմ համեմատական, որպեսզի ավելի լավ հասկանան, եթե ձեզ այսպես 17-րդ դարի անգլիական եւ ֆրանսիական հագուստ ներկայացնեն, դուք չեք կարող տարբերել որն է անգլիական, որն է ֆրանսիական։ Այո։ Իդեպ Տաջիկստանից աղջիկներ էին եկել թանգարան, նայեցին մեր տարազներին, ինչ նման է մեր տարազներին։ Նաև ուզբեկական իդեպ։ Ուզբեկական կտորները, եթե հիշում եք վերջին աֆղանական որոշակի զարդեր, բայց եթե որ իրար կողք ենք մենք դնում, իրենք ընդհանուր նման են, ինչպես ասեցի անգլիական եւ ֆրանսիական հագուստները, բայց օրինակ ես որոշակիորեն տարբերեմ անգլիական, ֆրանսիական հագուստը, որտեղ ես շատ խորապես ես ձեռագիր ուսումնասիրել եմ, օրինակ կտորներով, ինչ են օգտագործել, ինչ կտորներ են օգտագործել, գույնով, ֆրանսիացիների եւ անգլիացիների գույները տարբերվում են հագուստների, նախ օրինակ հնդկական հագուստների գույները ավելի բաց են, որտեղ արևոտ երկիր է,
ճապոնական հագուստների գույները մենք ունենք ամեն դեպքում էլի կկրկնվեմ այդ ձեռագիրը գույնի, նախշազարդերի, սիմվոլիկաների, դա մի փոքրիկ ուսումնասիրություն է, շատ մեծ բան չի, այդպես ծանր պատմություն չի։ Փոքրիկ ուսումնասիրություն է, ուղղակի պետք է այսպես սիրտդ բացես, հասկանաս ով ես դու։ Պարզապես չլսես, որ մենք այն ամենօրյա նախադասությունները, որ միշտ ասում են, դու պատրաստ լինես հասկանալու ով ես դու։ Այ օրինակ, երբ որ դու օրինակ ծաղիկի նախշազարդ ես ստեղծում կամ օրինակ այդ նշիկ ասվածը, սա երբեք դու չես կարող ասել, դա չինացիներն են արել, ճապոնացիներն են արել, հնդիկներն են արել, հայերն են արել, ով է արել առաջնամարտը, ով է արել։ Բայց յուրաքանչյուր ազգ տվել է իր ձեռագիրը։ Այդպես են իրենք փոխանցվել, այդ նույնը պիտի մենք պահպանենք։ Օրինակ մենք վառ վարդագույն չունենք, իդեպ մեր մաշկին դա չի էլ սազում, այդ վառ վարդագույնը։ Բայց երբ որ մենք հագնում ենք այդ վառ վարդագույնը, ու չգիտեմ, ինքը արդեն մեր կերպարից, մեր դիմագծից արդեն շեղում է։ Բայց կարող ենք այդ վառ վարդագույնը այնպես հագնել, որ բերել ժամանակաշրջան, այս ժամանակներ, որ ինքը կարող է դիտվել որպես հայեցի հայկական ինչ-որ փոքրիկ, մի քիչ շատ պրիմիտիվ է հնչում ասել հայկական, չգիտեմ ոնց դա ներկայացնում, ազգային ասեմ երևի ավելի շատ, որովհետև նայեք տարբեր ազգեր են բնականաբար ու ամեն ազգ ստեղծում է իրենը։ Հիմա եթե մենք օրինակ կարմիր գույնը տալիս ենք տարբեր ազգերին, իրենք այդ կարմիր գույնը յուրովի են ներկայացնում, օրինակ չի կարելի մեր տարազների մեջ ադրբեջանական կարմիր օգտագործել, ինքը արդեն տարազի ճիշտ մատուցումից կորում է։ Որդան կարմիրը միայն մենք ենք օգտագործել։ Առաջիկայում այո, կարող է հետո վաճառել ենք մենք ուրիշ երկրներ, բայց դա եղել է մեր կարմիրը։ Մեր կապույտն էլ է ուրիշ։ Տեսեք, ֆրանսիացին ստեղծել է կտոր։ Մենք գնել ենք այդ կտորը։ Հիմա էլ է կտորի խանութներում լիքը կտորներ են։ Դու գնում ես վերցնելու։ Ես ինքս ամեն օր գնում եմ կտոր, ստեղծում եմ հագուստներ, տարազներ, եւ այսպես մտածում եմ, ես կտորը եթե սխալ գնեցի, ես արդեն կորցնելու եմ տարազի ճիշտ մատուցումը։ Հենց այդտեղից է գալիս։ Նույնը արել են այդ հին դարաշրջանում, չէ՞, ֆրանսիացին տարբեր կտորներ է ստեղծել։ Չինաստան, Ճապոնիա գնացել են, չէ՞, ճանապարհները բաց են եղել, առևտուր է եղել, իրենք կտորը բերել են եւ կարել են իրենց հագուստը։ Բայց իրենք կտորը այնպես են ընտրել, ու այնպես են այդ հագուստը ստեղ կտորի եւ հագուստի համադրությունը արել, որ հայկական ձեռագիր են տվել։ Այդ հագու կապին։ Այ դա պետքա բերենք մենք այսօր այստեղ։ Այ եթե մշակութային ասպարեզում մեծ փոփոխություն անելու հնարավորություն դուք ունենայիք դեպի այդ հայեցին տանելու ճանապարհին, ինչ փոփոխություն կանեիք, շատ հետաքրքիր է։ Երկու մի հատ կարևոր բան, որ տարազը միայն այսպես այդ գորգանման կտորից գլխար գոգնոց չի։ Տարազը շատ խորը փիլիսոփայություն է, շատ խորը։ Երբ որ դու շատ խոր ուսումնասիրում ես կանացի հագուստը, հասկանում ես ինչքան շքեղ է եղել կինը, հայ կինը, ինչքան մտածված է ներկայացրել իրեն, ինչքան էլեգանտ է եղել հայ կինը, ինչքան է մտածել ամեն մի հատվածը գեղեցիկ երևալու, նույնիսկ աստառը որ բացվի, հագուստի տակից գեղեցիկ երևա։ Իսկ ինչու ենք միայն մեկ էլ այդ սփռոցներն ու ձևավորումը, որ այսպես շատ պրիմիտիվ, հայկականությունը դարձել է շատ պրիմիտիվ, շատ էժանագին։ Այդ դա եմ ուզում փոփոխել, կուզենայի այսօր փոփոխել, որ հայի ստեղծածը շատ էժանագին մենք չմոտենանք։ Գոնե այսօր խորքային շերտերի մասին է խոսքը, հա, որովհետեւ այդ շերտերը մենք պահպանենք։ Մենք ինչ որ ավելի
չգիտեմ, մակերեսային ճիշտ եմ հասկանում, այսինքն ամեն խորքայինից վերցնենք մակերեսային ինչ-որ հատված, այսպես այն որ հավես չունեմ, բայց ուզում եմ ինչ-որ մի հայկական բան անեմ։ Վերցնեմ այս կտորը, գցեմ սեղանին, դարձավ հայկական, դա չի հայկականը։ Հենց էտա որ դա չի, դու կարող ես այդ կտորը լինի միագույն։ Բայց վրայի դրված այդ ամանեղենը, սպասքեղենը, այնպիսի համադրություն ունենա, որ ինքը հայկական շունչ տա։ Տեսեք, եվրոպական սեղանները ինչպես են ձևավորվում, չէ՞։ Դա անգամից դու հասկանում ես, որ դա եվրոպական է։ Ինչ պիտի անենք, ինչին ուսանենք, որ ինչպես դա արվի, միգուցե մենք չգիտենք ճիշտ վարվելու ձևը, նույն կտորի հետ, նույն տարածի հետ, հենց դա չգիտենք մենք։ Վարվեցողության, մոտեցումը չկա, որտեղ մոտեցումը գալիս է այդ բաժակը չի լցված։ Այդ քաղաքակրթությունը, պատմությունը, այդքան չի լցված, չի ուսումնասիրված։ Ուսանել Իհարկե կարելի է։ Իհարկե կարելի է։ Իսկ ով պետք է անի դա։ Կարծում եմ դա դպրոցներից պետք է լինի։ Դպրոցներում, օրինակ ես ամենաառաջին բանը դպրոցներում առաջի դասարանից մի դասաժամ կավելացնի, շատ կարևոր։ Արվեստի եւ մշակույթի պատմություն, հենց արվեստ եւ մշակույթ։ Որովհետեւ արվեստը եւ մշակույթը մարդուն շատ հարուստ են դարձնում։ Մնացածը ինքը կարող է վերցնել իր մասնագիտականը, մաթեմատիկա, ֆիզիկա, մյուս առարկաները։ Եվ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի արվեստը եւ մշակույթը։ Այդ համեմատականն է հենց բերում քոնը պահպանելուն։ Երբ որ դու չես ճանաչում կողքի հարևան երկրի մշակույթը, դու չես կարողանում քոնը ճիշտ ներկայացնել եւ պահպանել։ Այդ ամենակարևոր պահն է կարծում եմ, որովհետեւ նույն չինական եւ ճապոնական հագուստների մեջ այսպես ձևման դետալներ կան, որ շատ նման են հայկական հագուստներին։ Ու դրա համար ինչ որ մի բան որ դու անում ես, ահա ճապոնական ես հագել։ Ինչի, որովհետեւ ճապոնացին յան մինչև հիմա պահում է։ Այո, անմիջապես նկատում ենք։ Կան վրացիները, մեր հարևան վրացիները։ Երբ որ ես օրինակ ինչ որ մի տարազ եմ ստեղծում կամ ինչ որ մի նորովի հագուստ եմ ստեղծում, միանգամից այսպես, վրացական է։ Ինչի, որտեվ մենք մերը չենք ճանաչում, որ մենք էլ ենք հագել այդ ժամանակներում դրանից։ Շատ հետաքրքիր միտք ասեցիք, այդ դեպքում կա այսօր, չգիտեմ, շատ տարբերվող, տարբերակիչ, միգուցե դետալ, աքսեսուարի տեսքով, կամ նույն ինչու գոգնոցի տեսքով, չգիտեմ, որը որ կարող է գալ ժամանակակից հագուստ, հենց դրա մասին է ես կենցաղ եւ ճանաչելի կլինի, որն է։ Նենց հետաքրքիր է, որ այսքան իմ պատմածը ինքը հենց էտա դետալ չի, ինքը ուսումնասիրված ինչ որ երևույթ է։ Ինքը այսպես մի դետալ չի, որ ասեմ, այդ դետալների վրա ենք հիմա կենտրոնացել, որ օրինակ մայկայի վրա ինչ որ տարազով աղջիկ են նկարում, հայկական է։ Դա հայկական չի։ Հայկականը ընդհանուր մարդու ստեղծագործության մեջ դա այսպես գունային կոմպոզիցիոն համադրություն է։ Այդ այնքան բարդ է ասել, ստեղծագործական process է։ Ես չեմ ասում ազգը ամբողջը դառնա ստեղծագործող։ Բնականաբար դա չի լինի։ Այո։ Բայց եթե մենք շատ պահպանողական լինենք, ամեն դեպքում ճաշակը եւ գեղեցկությունը ազգը կսովորի։ Բայց մենք երբ որ մենք շատ ենք տալիս բրենդներ, թրենդներ, դրսից բերված կարևորություն դրանց, բնականաբար դա է վերցնում ժողովուրդը։ Այսինքն մենք այդ ընթացքում կորցնում ենք ազգային դիմակից։ Բնականաբար։ Հիմա ասենք օրինակ հիմա դրված է, տեսեք, ես անդադ աչքս ընկնում է Burberry, Gucci, Hermes, հիմա նույն Hermes-ը մենք կարող ենք այնպես հագնել, այո, որ ինքը հայեցի ձեռագիր ստանա։ Այո։ Իմ ասածը դա է, տեսեք, ես դուք ասեցիք հայկական դետալ, ես օրինակ վերեցի եվրոպական դետալի։ Այդ եվրոպական դետալն է մենք կարող ենք հայեցի ներկայացնել։ Այնպես չի, որ մեզ մոտ, այ մայրս, մեր տանը, այնպես է, որ ամեն ինչ չի որ հայկական է։ Իդեպ մի շատ կարևոր հատկություն ասեմ իմ ծնողների, որ իրենց համար մշակույթը սահմաններ չուներ։
իրենք թե հայկական եւ թե եվրոպական բոլոր իրերը կենցաղային զարդերը պահպանում էին, որովհետեւ այսպես էին մտածում, որ դա եթե Հայաստանի ներսում է գտնվում, դա մեր հարստությունն է, պիտի չթողենք ոչ մի ձև ինքը դուրս գա եւ պահպանենք որպես Հայաստանի հարստություն։ Եվ ամբողջ սպասքեղենի մեծ մասը եվրոպական է, այսինքն հայերը ժամանակին առևտուրը զարգացած է եղել, գնացել են նավերով, բերել են իրենց կենցաղային իրերը։ Քո օգտագործած կենցաղային իրը պատմում է քո մասին։ Հենց դա են սովորած գնում թանգարանից մեզ մոտ, որ այդ գեղեցիկ լամպերը, այդ հարուստ առաստաղից կախված ջահերը, լամպերը այնքան հարուստ տեսք ունեն, այսինքն տեսեք ինքը ընտրելուց, առևտուր անելուց իր տան կենցաղի համար, ինքը անպայման գեղեցիկ իր է մտածել։ Դա էլ է, չէ՞, պատմում ազգի մասին։ Ոչ թե գրքերն են խոսում մեր մասին, մեր ապրած տատերի եւ պապերի կենցաղն է խոսում մեր մասին, ինչ են թողել մեզ։ Մենք իսկապես ունենք ժառանգություն, իհարկե շատ ասում եմ, թալանվել է մեծ մասը, բայց ինչ էր որ մնացել այդ փոքրիկ մի իրի մեջ դու մի մեծ պատմություն ես տեսնում։ Այ մեր թանգարանը, իդեպ դուք չեք եղել մեր թանգարանը։ Շատ շուտ եմ եղել եւ նորից անպայման ուզում եմ գալ եւ ձեր հետ արդեն էքսկուրսիա։ Սիրո։ Ես 50 տարի ես պտտվում եմ, 52 տարեկան եմ, 52 տարի պտտվում եմ այդ տան մեջ։ Արդեն կար, ես որ ծնվել եմ, արդեն որոշ իրեր կային։ 69 թվականից է սկսել մաման հավաքել, ես 74 թվականին եմ ծնվել։ Բացահայտումներ լինում են։ Ամեն օր իմ համար մի նոր բացահայտում է։ Ես այսպես նայում եմ այդ իրին եւ ասում եմ, եթե այդ մարդը ընտրել է սա իր տան համար, դա ինձ օգնում է, օրինակ ինտերիերի դիզայնի մեջ, ճարտարապետության մեջ։ Սա էլ մի փոքրիկ խորհուրդ չասեմ, այսպես սրտի խոսք, երբ որ մենք այցելում ենք թանգարաններ, ընդհանրապես պետք չէ ուղղակի այցելելու համար գնանք։ Մենք յուրաքանչյուր թանգարանից պետք է մի բան սովորած դուրս գանք։ Թանգարանները հենց դրա համար են։ Մեզ սովորեցնելու, մեզ պատմելու, մեզ հիշեցնելու։ Իդեպ այ որ մենք ուզում ենք Եվրոպայից օգտվում ենք, Եվրոպայից սովորում ենք, ուզում ենք ընդօրինակենք, Եվրոպան ամբողջ իր պատմությունը տանում է իր անցած դարաշրջան։ Այո։ Նույնը մենք պետք է անենք։ Այ դա պետք է անենք լեգենդի մասին, հետաքրքիր լեգենդի մասին մենք էլ այո։ Հենց դա պիտի սովորենք Եվրոպայից։ Բացի քաղաքակրթությունից, հենց այդ քաղաքակրթությունը, բացի քաղաքակրթությունից, հենց այն քաղաքակրթությունը, որ Եվրոպան այսօր իր արմատների վրա է հիմնված, Ճապոնիան, Չինաստանը, ես ինչի եմ ասում հենց այդ երկրները, որտեվ ես ինքս ինձ մեր երկիրը, իմ Հայաստանը դասում եմ այդ երկրների շարքին։ Այո, իհարկե։ Դրա համար եմ միշտ օրինակ բերում։ Եթե այդ դա պետք է մենք սովորենք, իրենք ամեն ինչը կառուցում են իրենց անցյալի պատմության վրա։ Իսկ մենք կառուցում ենք տվյալ պահին ինչ որ sense ձերքից մեր ընկած կտորի վրա։ Այդ պարզ ասեմ, որ ավելի հասկանալ լինի։ Այդտեղ է դառնում էժանագին մեր ամբողջ դարերի ստեղծած պատմությունը, մշակույթը։ Հասկացա, իսկ դուք երբ ստեղծագործում եք սրտով թե մտքով։ Մտքով։ Չէ, չգիտեմ, ես դες չեմ մտածել, ճիշտ ասած, ասեցի մտքով, ես ուզում հիշեմ, ես ինչ եմ։ Նայեք, այդ ժամանակ չեմ կարող առանձնացնել ինչա տեղի ունենում, սիրտը հուշում է մտքին, հետո միտքը դա սկսում է աշխատել, ու դա ծնվում է։ Սրտից։ Դե բնականաբար սկսես, այսինքն դու սիրահարվում ես դրան, սրտից է բխում, բայց մինչև միտքը չաշխատի, ինքը միևնույնն է, այսպես համաձուլվում է, որ ինքը ստեղծվում է։
Որտեվ չի կամենակ սրտով առանց մտքի աշխատի։ Որտեղ արդեն գիտեք ինչ կլինի, եթե սիրտը առանց մտքի աշխատի, ինձ թվում է ինչ-որ մի բան խախտվի, չգիտեմ։ Հա, բալանսը։ Իմ կարծում, հա, ես որ sense հիշում եմ, օրինակ, այսպես եմ ես ստեղծագործում։ Օրինակ մի փոքրիկ դետալ, այսպես մտնում եմ թանգարան, նայում եմ կամ օրինակ այսպես հիմա այս կոնկրետ իմ վզնոցը։ Սրանք երկու հին կոճակներ են։ Անտիկ 10-րդ դարի հին կոճակներ են։ Ես վերցրեցի, այդ բանը իրենց շատ սիրեցի, հետո իրենց ամրացրեցի։ Հա, իրենց, հա, որտեղ ես իրենց շատ եմ սիրում։ Հետո ամրացրեցի, այստեղ հասկացա, այստեղ սկսում եմ միտքը աշխատել, կոմպոզիցիոն, այն քո ուսուցողական տարիների ինչ որ սովորել ես կոմպոզիցիա, այ դա է, տես ես դրա համար եմ ասում, այդ բաժակը որ լցվում է, ինձ մոտ այսպես պտտվում է։ Այդ կոմպոզիցիան, որպեսզի սա օրինակ այս նշիկը որ չլինի, ինքը դատարկ է, ինքը պետք է ավարտ ունենա։ Այս դնում եմ ինքը իր ավարտը, նշիկը այս դնում եմ դրեցի իր ավարտը։ Այստեղ ես կարող եմ անել արծաթե շղթա։ Բայց արծաթե շղթան ինքը արդեն դարձնում էր սովորական մի վզնոց։ Որպեսզի ինքը սովորական վզնոցից դուրս գա ու ինքը ավելի մի քիչ խոսուն լինի, ժամանակի մեջ իրան ես սև թելով պարզապես փաթաթեցի։ Ինքան արագի մեջ է դա եղել։ Ուղղակի sense նույնը ես իմ զարդերն եմ ստեղծել։ Երբ որ մայրս տվեց այս երկու դետալները, այսպես որպես կոճակ տվեց, ես տարա, դե իրանք աղջիկ եւ տղա են, ինքը այս իրար մեջ մտնելով գոտու դետալները։ Նայ, գիտեք ինչի եմ ես մատանի իրան ստեղծել, որովհետև ես այսպես դրեցի մի հատ գլխարկի վրա, հետո ինչ որ բրոշ, կարծկազարդ էի մտածում եւ այլ, բայց այս շարժումը ինքը խոսում է։ Դա համար ես իրան ստեղծեցի մատանի եւ շարժուն մատերի վրա։ Իմ կոլեկցիայի մեջ ինքը հենց լինում են այս երկու մատերին։ Ես բոլորին ասում եմ, սա իմ տեսակն է, սա այս մատի համար է ստեղծված։ Ինքը պետք է խոսի։ Այ իսկ եթե այդ միասնությունն է կնոջ եւ տղամարդու։ Այսինքն ես հենց բացատրեցի, որ սիրտը գնում է, բխում է, հետո միտքը այսպես միաձուլվում է եւ դուրս է գալիս, ստեղծվում, այդպես մի շատ հետաքրքիր է։ Այ եթե մի օր այս բոլոր զարդերը, բոլոր դաջվածքները, ձեր կերպարը, ինչը որ կա, բոլորը առանձնացնենք, ինչ կմնա ձեզնից։ Երևի ոչ, չգիտեմ։ Հետաքրքիր հարց է, բայց սիրտը։ Այ հիմա ասացիք, ես մտածում եմ, որ դուք սրտից, ինձ թվում է այդ լեցուն սիրտը կմնա։ Չէ, նայեք, գիտեք, մարդը իրեն դրսևորում է, հենց այդ ամեն ինչով ինչ որ ինքը կա։ Դու հենց այդ սիրտը տեղ ես դուս հանում։ Հագնվելուց, սիրելուց, երեխայիդ գուրգուրելուց, ամուսնուդ բարևելուց, մտնում ես աշխատանքի, մարդկանց ողջունելուց։ Այդտեղ է, հենց քո սիրտը անընդհատ աշխատում է։ Բայց առաջի պահին ինչ արեցիր, առավոտյան արթնացար, սիրտդ աշխատում է։ Սուրճ ես խմում, հագնում, ինչ եմ հագնելու այսօր։ Այստեղ արդեն միտքդ մոտեցավ։ Բայց սիրտդ ինչա ուզում։ Այդ պահին օրինակ, չգիտեմ, կարա լինի օրինակ շատ ավելի հագուստ, որը որ այդ գույնն էլ, օրինակ տես իմ մոտ էլ է այդ գույնը, այսօր ես կարող եմ սպիտակի տրամադրություն ունեմ, վաղը սև, ես գույներ շատ չեմ հագնում։ Որն է ձեր գույնը։ Սևը։ Իմ գույնը սևն է, մեկ-մեկ ինքը այս կոտրած սպիտակը փոխարինում է, բայց իմ գույնը սևն է։ Ինչ շատ են նախատում այդ գույնի համար, բայց իմ համար ինքը շատ խոսուն գույն է։ Իմ համար սևի մեջ բոլոր երանգները կան։ Բոլոր։ Օրինակ կարմիրի մեջ ընդհանրապես մի երկու երանգ կա, որ խառնել են, դարձել է կարմիր։ Իսկ սևի մեջ, գիտեք, որ սա գույները խառնում են, վերջում սևաստած։ Դրա համար եմ ասում։ Իմ համար օրինակ սևի մեջ բոլոր երանգները կան։ Իդեպ դա էլ եմ ես հաշվի առնում, մեր մաշկի գույնը։ Չէ՞ որ ազգեր ունեն նաև մաշկի գույն։ Դա էլ է առանձնահատկություն։ Որ գույնն է սազում մեր մաշկին, դա էլ մենք պիտի հաշվի առնենք։ Դա էլ է դիմագիծ։
Դրա համար ենք բոլորս սևի մեջ մեզ լավ զգում։ Գուցե եւ հա։ Գուցե եւ պետք չի նեղվել, որ մենք սև ենք հագնում, մենք գույներ չունենք, դու կարող ես ուրիշ տեղ գույներ ստեղծել։ Ախր եթե համադրելի չի սազելու, ինչի համար հագնի։ Ես չեմ հասկանում դա։ Մեր հետաքրքիր է, մենք բոլորս սև ենք հագնում, բայց մեր ազգը միացած հատուկ ատելություն ունի սևի նկատմամբ։ Սև մի հագի։ Ես այդ հարցն էի ուզում տալ։ Հա։ Եթե սևը այդ հարմարավետության մասին, այդ լիքը գույների, հա, խտությունն է։ Դե այդքան չեն այսպես խոր իրենք մտածում, ուղղակի սև են հագնում, որովհետև այդ ժամանակաշրջանը մենակ սև հագուստ էին բերում, շատ հեշտ էր վաճառվում։ Այդտեղից եկավ։ Չեմ կարծում, որ բոլորը մտածում են, մեզ սևը շատ է սազում, դրա համար հագնենք։ Ուղղակի վաճառքում ավելի շատ սև հագուստներ, տարիներ։ Ուղղակի ես չեմ հասկանում, մենք ինքներս մեր ազգս ընդունում ենք, որ մենք սև հագնող ենք, բայց անընդհատ նախատում ենք սև հագնողին։ Հա, միշտ։ Միշտ ասում են ժամանակը կգա, միշտ տապի սև հագնելու, դա լավ բան չի, էդ էլ է հետաքրքիր արտահայտություն, այդ մի անգամ ինձ արել են, իբր մի օր կգա ինչ-որ մի վատ ժամանակ, դու սև կհասնես, դե մահվանից սովորաբար սևը կապում էին նաև մահվան հետ։ Ես երբեք սևը չեմ կապել մահվան հետ։ Ես փոքր հասակից էլ իմ համար անհասկանալի են եղել լիքը բաներ, ինչու են մարդիկ օրինակ մահվանից հետո սև հագնում։ Ինչու չի կարա մեծ կինը օրինակ ավելի բաց հագնի, եթե գեղեցիկ է։ Լիքը հարցեր կար, որ մանկությունից ես այսպես նայել եմ միջավայրին ու տվել եմ այդ հարցերը։ Ու ստացել եք պատասխանները։ Հա, ընդամենը դա ժամանակաշրջան էր։ Ժամանակաշրջան, խեղդված ժամանակաշրջան։ Հիմա արդեն այդպես չի։ Հիմա ես օրինակ հպարտանում եմ մեր կանանցով, իսկապես, ես շատ եմ սիրում։ Հիմա մարզվում են մեր կանայք, 50+ կանայք։ Մարզվում են, իրենց շատ էլեգանտ են պահում, իրենց մշակվում են, մշակված են, գեղեցիկ են։ Ամեն դեպքում կա դա։ Երկար տարիներ, օրինակ կինը կարող է մազերը չվեներ, որտեղ ինքը արդեն մեծ է, արդեն կարիք չկա, հիմա այդպես չի։ Հիմա նույնիսկ 85 տարեկան կանանց եմ տեսնում, որ գալիս են իրենց եղունգները սարքելու։ Ես ուրախանում եմ։ Եվ միշտ արտահայտվում եմ։ Կինը ինչպիսին է։ Խնամված, պահպանված, ես սիրում եմ այդ ոչ վիրահատված, այդպես տատիկներ կան, մեր բակում կա մի հատ տատիկ, այնքան լավն ասես, մազերը սպիտակ, բնական, դիմագծերը բնական, մաքուր հագուկ ապով խնամված կին, դա է իմ համար կնոջ մեծությունը։ Իսկ Լուսիկ Ագուլեցու ինչպես կբնութագրեք։ Հենց այսպես էր մայրս։ Ոայ, մաման ավելի շատ էր խնամված, քան երևի ես։ Մամաս միշտ գնում էր դեպքի մասաժների, եղունգները, նկարիչ էր, դե բնականաբար կեղտոտվում էր յուղաներկի ձեռքերը, անընդհատ գնում էր խնամքի, շատ էր խնամում մաման իրեն, ինքը 72 տարեկան էր, ինքան հարթ էր դեմքը, կնճիռներ չուներ, բայց կոսմետիկ միջոցների չէր դիմում, կոսմետիկ միջոցների, այդպես վիրահատական միջոցների չէր դիմում, բայց խնամված էր։ Կա արվեստագետում հետ ցանկանում եք աշխատել։ Այս պահին ինչ աշխատել, որ գծով, իմ գծերը մի քիչ տարբեր են։ Ես եւ նկարիչ եւ զարդեր, ես ոճավորում, ֆիլմերի նկարիչ։ Միգուցե կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, արվեստագետներ ցանկացել եք։ Միգուցե մեր ժամանակներից չեն այդ մարդիկ։ Գիտեք, չեմ մտածել ինչ որ մեկի հետ աշխատել երբևիցե։ Չգիտեմ, դա ոչ թե իմ էգոիզմն է, այլ ուղղակի չեմ մտածել, որովհետև ռեալ չեմ տեսել դա դրսույի արվեստագետների հետ կապված։ Ես սիրում եմ շատ Յամամոտո ոճը, Յամամոտո տեսակը, Յամամոտո մարդ լինելը։ Ես իրեն եմ սիրում։ Բայց չեմ մտածել ես իրեն հետ կաշխատեի, որտեղ դա ռեալ չի իմ դեպքում։ Ես այդ դրա համար ես սկզբից նշեցի, որ ես ռեալիստ եմ։ Սիրում եմ մտածել այն, ինչ որ ես պիտի անեմ, կարող եմ անել։ Չի։ Դե
Կարծում եմ ռեալ չի։ Նախ դրա համար պետք է ձգտում ունենաս, որը որ ես չունեմ։ Հա, դուք չունեք։ Ուղղակի կան է իր հետ կաշխատի, բայց չեմ մտածել, որ երազանքներ չեն դրանք չիրագործված, այսպես ասած։ Իսկ Հայաստանում ես շատերի հետ աշխատում եմ եւ դիմում եմ ու այդպես Հայաստանում չունեմ նման այդպես կումիր, որ իրեն հետ ես երկար տարիներ կաշխատե։ Ես համագործակցում եմ այն մարդկանց հետ, որ ինձ տալիս են գեղեցիկ գաղափարներ։ Իդեպ նաև երիտասարդների հետ։ Ամենաշատ ես աշխատում եմ երիտասարդների հետ։ Ես սիրում եմ այս ժամանակաշրջանի երիտասարդներին։ Իսկապես իրանք շատ հիանալի են։ Հենց երիտասարդների հետ։ Ինչն է հարկավոր։ Իդեպ իմ համար աշխատելը ոչ թե գումար վաստակելն է, այ որ ասեցիք աշխատել, ես չեմ աշխատում։ Օրինակ երիտասարդին ավելի շատ աշխատում եմ, որ իրեն vocation չեմ, ինքը գա ասպարես, որովհետև ես իմ հույսը դնում եմ իրանց վրա ապագայում։ Իրենք են մեր ապագան։ Այդ երիտասարդների մեջ նաև մտնում են իմ երեխաները, ինչու՞ չէ։ Իմ երեխաներն են երիտասարդ 29 եւ 30 տարեկան։ Այսօրվա երիտասարդները շատ հիանալի ստեղծագործողներ են, շատ խելացի մտքեր ունեն։ Ուղղակի մենք իրենց մի քիչ այլ ուղղությամբ ենք նայում, որովհետև ինք նման չեն մեզ։ Շատ դժվար է իրենց ընկալելը։ Այդ թվում նաև չեն ընկալել մեզ մեր պապաներն ու մամաները, մեր պապաների մամաներին չեն ընկալել իրենց մեր տատերն ու պապերը։ Դա նորմալ է սերնդափոխությունը։ Բայց եթե դու ուզում ես առողջ սերունդ մեծացնես, այնց որ այնտեղ նշեցի, որ պետք է լինես համբերատար։ Համբերատար, եթե մի բան քո դուրը չի գալիս ինչ որ իր բնավորության մեջ, ուղղակի համբերի, տես ինչա ուզում ինքը ասի։ Մի շտապեցրու իրեն, իրենք չեն շտապում իդեպ։ Ոնց որ մենք ենք շտապում, որ այսպես սովորենք, մեզ շտապեցնում էին։ Սովորեցինք, ավարտեցինք, այս ընտանի կազմելու ժամանակն է գալիս, բայց այդ ամեն ինչը այսպես գծած էր։ Այսօր գծված չի իրենց ճակատագիրը, իրենք չեն գծում, իրենք հակառակը ջնջում են եւ իրենք իրենց հավեսով ապրում են։ Իսկ մենք պետք է չշտապեցնենք իրենց։ Ինչպես կնկարագրեք ձեր ոճը։ Այդ բարդ հարցեր։ Դա շատ հետաքրքիր է։ Հա։ Չեմ մտածել այդ մասին։ Ինձ թվում է պետքա կողքից նկարագրեն։ Օրինակ, չգիտեմ, ինձ ինչ են ասում։ Ինձ երբեք չեն, հա, մի անգամ այդպես հետաքրքիր արտահայտություն ստացա մի երիտասարդից, բայց ինչպես միշտ չեմ հիշում, ինչ ասեց։ Նորաձևության, չգիտեմ ինչ։ Չեմ կարողանում հիշեմ։ Ինչ է ասել, նույնիսկ մի անգամ ասեցի, որ մեսենջերով գրի, որ ես հիշեմ, միևնույնն է չեմ հիշում։ Այդ դեպքում ով է Աստղիկ Սամվելյանը։ Չեմ ասի հայկին։ Ես ինձ չեմ համարում հայկին, ուղղակի կին, մայր, կին, ընկեր։ Ես այդպեսին եմ։ Ես մարդկային հարաբերությունները շատ ավելի վեր եմ դասում, շատ բաներից։ Ես ընկեր եմ, մայր եմ, կին եմ, քույր եմ, աղջիկ եմ, որ ունի լիքը պարտականություններ։ Իսկ աշխատավայրում Մի փոքր հայ եմ, այդ չասեցի, չեմ ուզում սենց ես ասեմ, ես հայ եմ, որ ունի իր լուման այս դարում, այս դարաշրջանում, ես ծնվել եմ ինչ-որ մի բան կատարելու, ինձ թվում է դա յուրաքանչյուրս պետք է ունենանք, յուրաքանչյուրս մտածենք, այդ հարցերի շուրջ մտածել եմ, որ ես ինչու եմ աշխարհ եկի, ինչի համար, ինչ պետք է անեմ ես այստեղ, չէ՞ որ յուրաքանչյուրս գայս ենք ինչ-որ մի գործ անելու, ինչ-որ մի բան կատարելու, այսինքն առաքելությամբ հայ եք։ Հա, ես պահում եմ իմ այս փոքրիկ քառակուսին, կարծում եմ յուրաքանչյուրս պետք է հասկանանք, գիտակցենք եւ այդ յուրաքանչյուրս մեր քառակուսին պահենք, այդ հենց մենք ուժեղ Հայաստան կլինենք։ Շնորհակալ եմ։
Ես մենք եւի փորձում ենք sense ամեն մեկս մեր քառակուսիների մեջ sense խառնվել։ Շատ գեղեցիկ է ձեր քառակուսին, չգիտեմ։ Շատ արվեստոտ։ Էսթեզիանի այսօրվա իմ հյուրը առաքելությամբ հայ Աստղիկ Սամվելյանն էր։